Բարև Տիկին Գալյան, շնորհավոր մի ամսյակը սկսվել է, համարում ենք բացված ես ձեզ։ Շնորհակալ եմ շատ։ Ոնց եք տրամադրված այս մի ամսյակին, ինչ որ առանձնահատուկ ռեժիմի մեջ եք։ Հրաշալի, այս մի ամսյակը ես մեկնաբանում եմ որպես հանգստի ամսյակ, աշխատանքի, ոչ թե աշխատանքային գործունեության հետ կապված, այլ ավելի ընտանեկան միջավայրի հետ կապված, որովհետև մնացած 11 ամիսները շատ ավելի մեծ աշխատանք են կանում իհարկե նաև ընտանիքում։ Այսպես որ այս մի ամիսը կարող ենք գոնե ընտանիքում հանգստանել։ Իսկ գործընկերներից առանձնահատուկ վերաբերմունք սպասում եք այս մեկ ամսյակի կապակցությամբ։ Հա, որ ավելի մի քիչ ներողամիտ լինեն, ավելի մի քիչ։ Չէ, ինքս Ոսկե տղամարդ գործընկերների մասին է։ Չէ, ես ինքս քանի որ ոչ այնքան ներողամիտ եմ աշխատանքային հարցերում, չեմ ակնկալում, որ ներողամիտ պետք է լինեն իմ հանդեպ։ Եթե ծաղիկները ձեզ խանգարեն Որեք ներողամտության պահ հետաքրքրեց ընդհանրապես կոմպրոմիսային չեք, հա, ոնց հասկացա այդ նկատի ունեք։ Այդպես չէի ասի, կարծում եմ սխալի աստիճանից է կախված եւ իհարկե իրականության մեջ նաեւ սխալը կատարողի դերը մեծ նշանակություն ունի, բայց իմ էությունը կարծում եմ, որ ներողամտության մասին չի այնքան էլ։ Վախենալու է մի քիչ, տենց պետքա լինի։ Չեմ կարծում, որ վախենալու է, ամեն դեպքում ես ինքս ինձ արդարամիտ մարդ եմ համարում եւ կեղծ օրակարգերին տրված չեմ, այսինքն ինչ-որ ձևական նկատառումներից ելնելով չի, որ ասում եմ, որ ես ներողամիտ չեմ եւ այլն։ Շատ բովանդակային պետք է լինի սխալը, որպեսզի ես ներողամիտ չլինեմ։ Այդ թեմային դեռ կանդրադառնանք, բայց մենք միշտ սկսում ենք, այսպես ասած, աշխատասենյակի բացահայտումից, հա, որովհետեւ տարբեր իրեր ունեք այստեղ դրած ու ոնց հասկացա, մի քանիսը առանձնահատուկ են։ Այո։ Ձեզ համար օրինակ այս կրյան, հա, ինչա։ Կրյայի պատմությունը հետաքրքիր է, եթե ձեզ էլ հետաքրքրեց ցույց կտամ, սա 2019 կամ 20 թվականին եմ նվեր ստացել, երբ որ այցելել էի Աբովյան քրեակատարական հիմնարկ, որտեղ անազատության մեջ են գտնվում կանայք, եւ այս կրյան ձեռքի աշխատանքն է այնտեղ գտնվող օտարերկրացի դատապարտյալներից մեկին եւ ուղղակի երբ ինձ տեսավ նվիրեց եւ փոքրիկ հիշողություն քրեակատարական հիմնարկից։ Հետաքրքիր է, հա, դուք ոնց որ 180 աստիճան տարբեր դիրքերում ու պայմաններում եք գտնվում։ Այս նվերի միջոցով ինչ որ հոգեբանական կապ է առաջանում, այսինքն դա ձեզ օգնում է գործի մեջ ավելի էմպաթիայով մոտենալ այդ մարդկանց, թե ինչ է սա, ինչի սիմվոլն է այս գրան, էլի հետաքրքիր է։ Ջերմացնող է։ Այո, իհարկե, նվերները ցանկացած պարագայում սիմվոլիկ նվերների մասն է խոսքը, իրենք ջերմացնող են եւ անկախ նրանից, թե մարդ ինչ իրավիճակում եւ ինչ կարգավիճակում է գտնվում, շարունակում է լինել մարդ։ Եվ սա դրա մասին է, այսինքն մարդկային ջերմությունը, հոգատարությունը, խնամքը, որևէ մեկը չի կարող բացառել, անկախ նրանից նորից եմ կրկնում, թե մարդը ինչ իրավիճակում է գտնվում, եւ սա ինձ համար հատկանիշ եւ նաեւ այո, տեսեք, մասնագիտական տեսանկյունից մենք պետք է նույնանման մոտեցում դրսևորենք բոլորի նկատմամբ, այսինքն մեզ համար պատժի կրման տեսանկյունից կամ անազատության մեջ գտնվելու տեսանկյունից բոլորը հավասար են, որովհետև պետության պոզիտիվ պարտականությունը ապահովելն է մարդկանց համար նորմալ կենսապահովման պայմաններ։ Եվ այդ տեսանկյունից այո, պետք է որ չարժևորվի արարքը եւ մենք չենք որ պետք է գնահատական տանք արարքին, մենք պետք է ուղղակի օգնենք, որպեսզի ապահովվի այդ անձի վերասոցիալականացումը։ Հասկացա, ու այստեղ նաեւ աչքածակում Ջորջ Մարտինի արագ դժվար կլինի թարգմանել, Game of Thrones-ի գիրքը, հա, Գայրի խաղի գիրքը։ Հա, կարդում եք։ Կարդացել եմ բոլոր, չէ, ուղղակի մնացել է վերադասավորելու արդյունքում դեռ չեմ հասցրել իրականում այս կարճ ժամանակահատվածի ընթացքում ճիշտ դասավորել իմ իրերը այս պահարանում, որովհետև ինձ հետ բերել էի դատախազությունից, դասավորելու ընթացքում ուղղակի այնպես է ստացվել, որ առաջին գծում է այս պահին գտնվում։ Բայց հետաքրքիր ֆանատ եղել եք Game of Thrones-ին, շրջան կար, որ բոլորը նայում էին, քննարկում էին, ուրիշ թեմա չկար։ Այդ շրջանում նայում էի նաև ես եւ անհամբեր սպասում եմ այդ վերջին էպիզոդներին եւ ես էլ նաև այն մարդկանցից եմ, որոնք ինչ-որ առումով հիասթափություն ապրեցին վերջին սեզոնի հետ կապված, բայց ընդհանուր կարծում եմ, որ գրանցիոզ ծրագիր էր։ Այ ինչն ամենաշատը ձեզ գրավ է, ինքը որովհետև մոտ է ըստ ձեզ մարդկային հոգեբանության ու բանջի փոխվել, եթե հաշվի առնենք, որ այնտեղ դեպքերը տեղի են ունենում ավելի վաղուց, քան հիմա։ Դեպքերը տեղի ունենում մտածածին աշխարհում երևի,
Չեմ կարծում, որ շատ բան է մարդկության պատմության զարգացման ընթացքում փոխվել, իհարկե որոշ բաներ հղկվել եւ փոխվել են, բայց հիմնական գծերով մնացել է նույնը։ Գրավիչը հիմնականում երևի սցենարն ու դերասանական խաղներ եւ այն միջոցները, որոնք որ ծախսվել էին, տեսանելի էին էկրանից այս կողմ, այսինքն այդ գրանձիոզ լինելն էր հիմնական գրավիչ հատկանիշը այդ սերիալի, այսպես ասեմ, բազմասերիանոց ֆիլմի, դրանով էր պայմանավորված։ Իսկ այդ ինտրիգները ու դաժանությունը այսօր տեսնում եք։ Ձեր շուրջ նկատի չունեմ այս շենքում։ Ընդհանրապես աշխարհում։ Աշխարհում իհարկե։ Նշանակե դա է պատճառը, որ նշեցի, որ շատ բան մեծ հաշվով չի փոխվել։ Իսկ գայուն եք այդ առումով, թե որ դե լիքը մարդ կա, օրինակ, երբ խոսում ես իրանց հետ ինչա կատարվում, ասում են դե միշտ էլ է դա եղել, նորմալ է։ Շատ զգայուն եմ, բայց զգայուն լինելը չի նշանակում, որ դիմադրողականություն չունեմ։ Այսինքն ես էմոցիոնալ մարդ եմ ինձ համար եւ իրականում էմոցիոնալ եմ, բայց նաեւ պայքարող եմ եւ չհաշտվող շատ իրավիճակների հետ։ Ինչը կարա ստիպի ձեզ, որ արտասվեք։ Շատ բան։ Վերջին անգամ ինչի համար եք արտասվել։ Վերջերս դժվար է մտաբերել։ Ֆիլմից եմ արտասվել։ Հիշեցի Շարլ Ազնավուրի մասին, ֆիլմից եմ արտասվել, որովհետեւ վերջին տողերը, որոնք որ ասվեցին, մի քիչ էլ երևի իմ մասին էին, որովհետև երբ որ գրաֆիկը շատ խիտ է, մշտապես տպավորություն է, որ դու վազում ես եւ մի կողմից գիտես, թե ուր ես վազում, բայց մյուս կողմից էլ վերջնակետը տեսանելի չէ, բայց process-ի ընթացքում դու անընդհատ վազում ես եւ գուցե ինչ որ պահերի քեզ համար անհայտ է, թե դու կանգնես, ինչ կլինի քեզ հետ։ Այսինքն այդ նմանությունները երևի տեսնելով ինձ շատ հուզեց, իհարկե պատմությունն էլ հուզիչ էր։ Վերջին անգամ լավ արտասվել եմ այդ ֆիլմը դիտելու։ Կինոթատրոնում եք։ Հենց կինոթատրոնում։ Կողքից դայողներ կային, թե փակում եք ոչ։ Ես իրական չեմ կոմպլեքսավորվում իմ էմոցիաները ցուցադրելուց, առհասարակ կոմպլեքսավորված չեմ։ Այնպես որ այդ պահին ինձ չէր հետաքրքրում, ինձ տեսնում են, չեն տեսնում, ճանաչում են թե չէ, եւ մի բան ասեմ, ես առհասարակ ապրում եմ այն կանխավարկածով, որ ինձ որևէ մեկը չի ճանաչում։ Եվ ես շատ հեշտ, հանգիստ, այո, ես շատ սիրում եմ զբոսնել, իմ ընտանիքի հետ, բալիկի հետ եւ այլն, եւ ընդհանրապես չեմ կաշկանդվում, որ ինչ որ մեկը գուցե եւ այո, ինչ որ միտեղ ինձ ճանաչի։ Բալիկի հետ կապված բալիկի ազդեցությունն ենք նաեւ նկատում ձեր սեղանին, բայց առաջարկում եմ նստենք, հետո զրուցենք։ Տիկին Գալյան, այստեղ ահագին իրեր ունեք, որոնց մասին առանձին կարելի է պատմել, օրինակ մրցանակներ, նկարներ, մրցանակը Բլինքենից, եթե չեմ սխալվում, հիշում եմ այդ կադրը, բայց այս ամբողջի մեջ առանձնանում են խաղալիքներ փոքր, որոնք ձեր սեղանին դրված են։ Ինչ խաղալիքներ են դրանք։ Աղջկաց խաղալիքներն են, երեկոյան ժամերին, երբ արդեն պետք է տուն գնամ, մեկ-մեկ հազվադեպ այնպես է լինում, որ բարձրանում է վերև, միասին ենք իջնում։ Այստեղ բերել է իր հետ խաղալիքները ու մնացել են ինձ մոտ, ես էլ չեմ ազատվում դրանցից։ Օրվա ընթացքում, երբ հայացք ես նետում, ժպիտ է գալիս դեմքիդ, օգնում են շատ հաճախ։ Այդ ներքին խնդիր ունեք, որ մի կողմից աշխատանքն է շատ ծանրաբեռնված, մյուս կողմից երեխային ուշադրություն հատկացնելը, հա։ Միշտ չեմ ստի, ոնց եք լուծում այդ հարցը։ Դժվար, գրեթե անլուծելի խնդիր է, որովհետև երեխայի հետ ժամանակ անցկացնելու ցանկությունը մշտական է, բայց հնարավորությունները սահմանափակ են։ Իհարկե սա դժգոհելու միտումով չեմ ասում, այնինչ հիմա կա իմ ընտրությունն է, բայց քանի որ մի քիչ գերազանցիկ եմ երևի փորձում լինել ու ամենուր հասցնել լինել եւ լինել լավը, դրա համար հոգեբանական առումով ինձ համար բավականին դժվար է։ Ամեն դեպքում այն ժամերը, որոնք անցկացնում եմ աղջկաս հետ, փորձում եմ անցկացնել որակյալ ձևով, այսինքն ոչ թե ուղղակի ֆիզիկական ներկայություն ապահովել եւ ամեն մեկը մտնի իր հեռախոսի մեջ, այլ որակյալ անցկացնել խաղերի միջոցով, ինչ որ տեղեր գնալու միջոցով եւ նման տիպ այլ եղանակներով։ Ինչն է ամենակարևորը համարում, որ ձեր աղջկան պետք է սովորացնեք այսօրվա աշխարհում, ինչի վրա եք շեշտը դնում նրա դաստիարակության շփման մեջ։ Որ ինքը մեծանա ինքնուրույն եւ պատասխանատու մարդ։ Ես պատասխանատվության զգացումը շատ եմ կարևորում,
ու դրան կհամեմեի նաև ինքնակնադատության կարողությունը ես փորձում եմ այնպես անել, որ իր մեջ այդ կարողությունը զարգանա ու կարծում եմ, որ մեր խնդիրներից շատերը բխում են նաև նրանից, որ շատ մարդիկ այդ ինքնակնադատության կարողությունը ըստ էության չունեն կամ իրենց մոտ պակաս զարգացած է։ Մեր ասելով նկատի ունեք հայ հասարակությունը։ Այդ թվում նաև բոլոր մարդկանց ներքին խնդիրներից սկսած, ընտանեկան խնդիրներից սկսած, վերջացրած ավելի լայն մասշտաբի, այդ թվում համապետական խնդիրներով, ինձ թվում է խնդիրների ակունքում որոշակի հանգամանքների հետ մեկտեղ նաև կա այդ ինքնակնադատության կարողության բացակայությունը։ Դրա հակառակը մեծամտությունն է։ Ստացվում է մի քիչ ավելի մեծամիտ են, քան պետք է, եթե ուզում ասեք։ Գուցեև, բայց գուցեև եթե մեծամիտել չենք, միևնույն է սեփական սխալներն ընդունելու կարողություն չունենք եւ այդ սխալների վրա սովորելու ունակությունն է թերի զարգացած եւ ինքնակնադատություն ասելով նկատի ունեմ նաեւ այն, որ այդ մենք ինքներս մեզ պետք է շատ վերլուծենք եւ պետք է հասկանանք եւ ընդունենք այն սխալները, որոնք մենք ենք անում եւ մեղքը չբարթենք մեր շրջապատի վրա։ Նախընտրություններ ունեք գույների մեջ, ոճի մեջ։ Սիրում եմ սևը, սպիտակը եւ պաստելային գույները հիմնականում։ Պաստելային նշանակություն տալիս եք, որ օրինակ այս ինչ գույնս ինչ էմոցիա կարող առաջացնի գործընկերների մոտ թեկուզ ու ուսապեք այդ գույնից կամ հակառակ։ Օրինակ ասում եմ, կարմիրով ես, կարմիրը մի քիչ ինքը ագրեսիա առաջացնում, կապույտը մի քիչ հանգստացնում, չգիտեմ։ Չեմ առաջնորդվում հագուստ ընտրելիս այդ տրամաբանությամբ։ Նախ ամեն օրվա հագուստը ընտրում եմ հենց այդ նույն օրը։ Ընդհանրապես ռեսուրս չեմ ծախսում մտածելու ուղղությամբ, թե ինչ պետք է հագնեմ, այո, վաղը, մյուս օրը, այդ պահին ինչ ցանկացա, ինչ տրամադրություն ունեցա, այն էլ գրում եմ։ Դասավանդում եք։ Այո։ Ես կուզեի մի քիչ այդ դասավանդելու թեման բացենք երկու ուղղությամբ։ Նախ առաջինը հետաքրքիր է ինչպեսի դասախոս եք։ Ես իմ օրինակով ասեմ, ես հիշում եմ, երբ ուսանող էի, մենք կարելի ասել երկու տիպի դասախոսներ ունեինք։ Մի տեսակը գալի ասում էր իմ դասը չխանգարեք, եթե չեք սովորելու, կարաք դուրս գաք, ես ձեզ վերջում կնշանակեմ, մենակ թողեք հանգիստ դաս անեմ։ Ու կար հակառակը, ասենց միջև վերջի լիկվիդ տանջելով այդ 3 հզորով։ Որ տիպ եք դու կարող շատ խիստ դասախոսներից եք, թե Ես ինձ մի քիչ կդժվարանամ գնահատել, բայց երևի հետևյալ կերպ հարցին պատասխանեմ։ Խիստ եմ այն առումով, որ ցանկանում եմ, որպեսզի համալսարանը ավարտեն իրականում մարդիկ, որոնք որ պետք է դիպլոմավորված մասնագետ դառնան։ Ինչու՞։ Երբ ես դեռ չէի աշխատում Արդարադատության նախարարությունում որպես նախարարի տեղակալ, իսկ սկսեցի աշխատել 19 թվականից։ Իհարկե պետական ապարատում էի աշխատում, բայց բարձրաստիճան պաշտոն չէի զբաղեցնում, այսպես ասեմ։ Այն ժամանակ եւս դասավանդում էի։ Այդ ժամանակ ավելի բաց է այն իրավիճակների հանդեպ, որ ուսանողները կարող է լավ պատրաստված չլինեն կամ քննության չպատասխանեն եւ այլն, ասում են, ոչինչ, լավ, դե, չգիտեմ, ուսանողներ են, ես էլ շատ երիտասարդ էի, ասպիրանտ էի, երբ սկսեցի դասավանդել, օքեյ էր, ոչինչ, մի քիչ ավել, մի քիչ պակաս, հետո երբ որ անցա այստեղ աշխատանքի եւ բախվեցի մի խնդրի, որն է կադրերի բացակայությունը, ինձ համար հարցը շատ սրվեց։ Ես անկեղծ ասեմ։ Հասկացաք, որ ձեզնից էլ է կախված։ Ես հասկացա, որ ես չեմ ուզում օրինակ նշանակել մարդուն, որը որ պատրաստ չի ընդհանրապես։ Այսինքն, ինչ խնդիր եմ դրանով լուծում, եթե այսօր այստեղ գտնվելով ես հայտարարություններ եմ տալիս աշխատանքի, բայց մարդիկ չկան կամ կան չունեն բովանդակային կարողություններ, որոնք կարող են կատարել համապատասխան աշխատանք։ Այդ պահից սկսած ինձ մոտ բեկում եղավ եւ ես հիմա էլ ինձ չեմ համարում խիստ, բայց պահանջկոտ ինչ որ առումով համարում եմ։ Բայց ես կարծում եմ, որ ուսանողները ամեն դեպքում ինձ սիրում են
Եվ ես էլ իրենց եմ սիրում շատ, նույնիսկ այսքան զբաղված լինելով փորձում եմ գրաֆիկը այնպես կազմակերպել, որ շաբաթական 1 անգամ 1 կուրսի մոտ գոնե կարողանամ դասեր ունենալ։ Չի լինի որ դասը խանգար են։ Ոնց է լինի ինչ որ ուսանող կլինի, չէ՞ այդպեսի։ Բարեբախտաբար ոչ, որովհետև կարծում եմ թեմաները շատ են հետաքրքրում ուսանողներին։ Մեր ժամանակների նման չէ կամ մեզանից ավելի վաղ ժամանակներում կային դասախոսներ, որոնք սենց ուղիղ կանգնում էին, թելադրում էին լեկցիա, դու էլ պետքա մատները ջարդվել։ Հիմա ֆորմատը շատ է փոխվել։ Եվ քանի որ իմ կողմից դասավանդվող առարկան շատ է հետաքրքրում ուսանողներին, ես քրեական իրավունք եմ դասավանդում, որևէ մեկի միտքը ուղղված չի դասապրոցեսը խանգարելուն, այլ ուղղակի խանգարողներին դա է ուզում հարցնել, բայց պատժելու առիթ չի եղել։ Չէ, ընդհանրապես առիթ չի եղել, քննարկումների տեսքով են մեր դասերը տեղի ունենում եւ կարծում եմ, որ իրենք էլ են գող, ես էլ իրենցից եմ գող, եթե անկեղծ լինեմ։ Ինչ ասցի երկու ուղղությամբ այս թեման քննարկենք, ինձ միշտ որպես սովորական շարքային քաղաքացի հետաքրքրել է արդարադատության եւ արդարության սահմանը։ Մեկ-մեկ կարան իրար հակասեն, չէ՞։ Ու նույն ուսանողների վրա օրինակը բերենք, օրինակ ձեզ մոտ կարող լինի շատ փայլուն ուսանող, դուք տեսնեք ինքը շատ խելացի է պոտենցիալով, բայց պատրաստ չի քննությանը։ Ու դուք իրան պետքա կտրեք քննությունից, ինչը արդարամիտ է, արդարադատության տեսանկյունից ճիշտ է, բայց արդար չի ում հանդեպ արդար չի մարդկային տեսանկյունից, որովհետև դա հիմա մարդ է, այս անգամ պատրաստ չի, բայց ինքը պոտենցիալ ունի, այսինքն թե ինքը չկտրվեր այդ օրը, հետագայում կարող այդ պոտենցիալը հանդեպ արդար է, թե ոչ։ Այ ես ձեզնից եմ ուզում այդ լսեմ, որտեղ է այդ արդարադատության ու արդարության ճիշտ սահմանը։ Ճիշտ սահմանը որոշելը շատ բարդ է, ես այն կարծիքին եմ, որ արդարադատությունը միշտ պետք է սպասարկի արդարության շահը, որովհետև արդարադատությունը ձևն է, արդարությունը բովանդակությունը։ Բայց մեզ միշտ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին սովորեցրել են, որ արդարադատությունը եւ արդարությունը չեն նույնանում։ Իրավական տեսանկյունից դա սխալ ձևակերպում չէ, բայց մեր բոլորի միտքը եւ գործունեությունը պետք է ուղղված լինի նրան, որ ի վերջո եթե չհամընկնեն էլ այս երկու արտահայտությունները չլինեն հոմանիշներ, արդարադատությունը սպասարկի արդարության շահ։ Հիմա վերադառնալով ձեր հարցադրմանը, ում հանդեպ պետք է լինի արդար, այն ուսանողի, որը չի պատրաստվել, թե այն մյուս ուսանողների, որոնք շատ լավ պատրաստվել են, որովհետև իրավիճակները շատ տարբեր են։ Իմ պարագայում եղել են իրավիճակներ, երբ պատճառը հաշվի առնելով, օրինակ ինչու չի պատրաստվել, հատկապես կովիդյան ու պատերազմական տարիներին իհարկե հարգելի են եղել պատճառները պատրաստված չլինելու, դրանք բոլորը հաշվի են առնվել, բայց առանց ծանրակշիռ պատճառաբանության կարծում եմ, որ որևէ մեկի հանդեպ, այդ թվում նաև այն ուսանողի, որը չի պատրաստվել, արդար չի կարող լինել իրեն ուղղակի գնահատական նշանակելու ցանկությունը։ Դա ամենահեշտ բանն է, բոլորին էլ կարող ես ինչ-որ գնահատականներ նշանակել, ու ես իրենց հետ էլ շատ խոսում եմ այդ թեմաներից, ապագայի հետ կապված գնահատականները դուք էլ կարծում եմ կհավաստեք, որևէ բան չեն որոշում։ Դուք քանի անգամ եք ձեր դիպլոմը թերթել, տեսել ինչ գնահատ։ Ես երբևէ որևէ մեկը չի թերթել, որ տեսնի հիշի ինչ գնահատականներ է ստացել։ Ամենակարևորը ցանկությունն է, որ մարդը պետք է ունենա ինքն իր վրա աշխատելու եւ դա պետք է լինի անընդհատ process, այսինքն անընդհատ զարգացման process, եթե դու ցանկանում ես քո մասնագիտության մեջ հաջողել, դու պետք է իմանաս, որ ինքդ քո վրա պետք է անդադար աշխատես։ Չի ամենակնարկված թեման, ինչ թեթևացնենք զրույցը, Օսկարը անորան դիտել եք ֆիլմը։ Այո։ Ֆիլմն եք դիտել։ Ֆիլմն եմ դիտել։ Ֆիլմի հետ կապված քննարկումներ կային, որ ինքը տարբեր մարդիկ տարբեր ձև են այդ ֆիլմի մեսեջը հասկանում, բայց ինձ թվում է այն ամենահիմնական ընդհանուրը, որ ասես այդ մեսեջը տեղեր հասել, դա այնա, որ կանանց, երբ որ նրանք զբաղվում են այդպիսի գործով եւ հասարակության մոտեցում է այդպիսի կանանց ու դրա հետևանքները, նրբությունները։ Ես ամենայն դեպս այդպես եմ հասկացել։ Դուք ո՞նց եք տեսել այդ ֆիլմը ու ամենակարևորը ըստ ձեզ արժանի էր Օսկարի, թե չէ։ Ես մի քիչ մասնավորեցված եմ այդ ֆիլմի հետ կապված եզրահանգումներն արել, ավելի շատ
կոնկրետ անձի կյանքի իրավիճակի տեսանկյունից եւ իր ընտրությունների ու հետևանքների տեսանկյունից։ Հա, հասարակության վերաբերմունքը ինչ որ երևույթներին իհարկե նկարագրված էր, բայց կենտրոնական դերում հենց անօրան էր եւ իր ընտրություններն էին եւ իր ընտրությունների հետևանքներն էին։ Ես կարծում եմ, որ ցանկացած դեպքում, երբ դու ինչ որ մի բան որոշում ես, որ պետք է անես, կամ ընտրում ես ինչ որ մի բան, դու պետք է կարողանաս հաշվի առնել ու գնահատել հնարավոր բոլոր հետևանքները։ Ну, այնքան որքան որ կարող ես գնահատել եւ փորձես հաշտ լինել հնարավոր բոլոր հետևանքների հետ։ Ես մի քիչ էլ երևի մասնագիտական դեգրադացիա անվանեմ, ինչ անվանեմ, չգիտեմ, բայց ամեն դեպքում պետք է փորձես հաշվարկել հնարավոր հետևանքները, իսկ այդ հետևանքը, որը եղավ, ինչ որ առումով գուցե կանխատեսելի էր։ Իսկ արդար էր, այդ ամենակարևոր հարցը է, ուզում արդար էր, ինչ որ տեղի ունենում եւ նորից պետք է ում համար էր արդար, հասարակության տեսանկյունից, եթե նայես մոր հոր հանդեպ արդար էր, շրջապատի հանդեպ արդար էր, թե չէ։ Եթե աղջկա տեսանկյունից նայենք, եթե ինքն իր ընտրության մեջ անկեղծ էր ու իրոք հավատացել էր, որ ինքը սիրված է, իհարկե անարդար էր։ Բայց արդարությունը ամեն մեկի համար յուրովի է ընկալվում։ Իսկ Օսկարի պահով համարում եք, որ արժանի էր, թե ուրիշ ֆավորիտ ունեք։ Անկեղծ լինեմ, ասեմ, որ մյուս ֆիլմերը չեմ հասցրել դիտել։ Ժամանակին, երբ որ ավելի ազատ էի, սովորություն ունեի դիտելու մինչև Օսկարի այդ մրցանակաբաշխությունը բոլոր ֆիլմերը, այո, աշխատում էի գոնե լավագույն էկրանավորման այդ նոմինացիային ներկայացված ֆիլմերը դիտել ու իմ կարծիքը ձևավորել։ Այս անգամ չեմ հասցրել, այլ ֆավորիտ չունեի, բայց չէի էլ պատկերացնում, որ 5 Օսկար կտանի անօրան։ Հա, իրոք չէի պատկերացնում, որովհետև այնպես չէր, որ ոչ ստանդարտ իրավիճակ էր նկարագրված եւ ոչ ստանդարտ պատմություն էր նկարագրված։ Ես կարծում եմ, որ այդպիսի պատմություններ կարող են շատ լինել։ Այսինքն ինքը ստանդարտ, ինչ որ աղջկական իրավիճակի մասին էր, մի քիչ եթե խորանանք ավելի լայն շերտեր կգտնենք, բայց դա իմ կարծիքը։ Իհարկե շատ ուրախ եմ մեր հայրենակիցների համար։ Ինձ թվում է բոլորս ենք ուրախ եւ ողջավորված միայն այն, որ Օսկարի արձանիկները մեր հայրենակիցների ձեռքերում են եւ մի կադր էի նկատել, երբ դեռ 3-ն էին ստացել, ֆիլմը 3-ն էր ստացել եւ բոլոր 3 այդ արձանիկները մերոնց մոտ էին։ Ինձ մոտ հարց առաջացավ, ինչու են իրանք վերցրել 3-ը, որտեղ երկուսը մեկներ վերցրել, մեկը վերցրել։ Հայկական պահեր է։ Ասում դե լավ էր իհարկե հպարտանալու տեղ ունեինք։ Ու վերադառնանք ձեր ներողամիտ լինելու թեմային, մեր ավանդական հարցով փորձենք հասկանալ, ինչի համար ձեզ մոտից մարդուն կհեռացնեք աշխատանքից։ Ստելու համար։ Այդ ստանդարտ պատասխանը։ Բոլորը ասում են։ Ստելու անկարողության խնդիրներ լուծելու, անկարողության խնդիրներ ճիշտ ձևակերպելու, բայց այս վերջինները պետք է պարբերական լինեն, այսինքն մեկ անգամյա ակտի պատճառով ինձ թվում է արդարացի չի լինի, որ որևէ մեկին աշխատանքից հեռացնես, եւ եթե ընդհանուր ավելի ասեմ, կարողությունների, գիտելիքի, մարդկային հատկանիշների համադրումն է, որ քեզ ստիպում է հասկանալ դու ցանկանում ես ինչ-որ մեկի հետ աշխատել, թե չես ցանկանում։ Անկարողության հետ կապված, այսինքն դուք ձեզ համարում եք մարդ, ով անկարող չի որևէ խնդիր լուծել, ցանկացած խնդիր կարող եք լուծել։ Ես համարում եմ ինձ մարդ, որ ունակ է լուծելու այն խնդիրները, որոնք իր դաշտում են։ Ժամանակին համար Չէ, չեմ կարծում, որ եթե ինչ-որ օբյեկտիվ խոչընդոտների, ֆորս մաժորային իրավիճակների հետ կապված խնդիր չառաջանա, կարծում եմ, որ ոչ, մասնագիտական դաշտում անլուծելի խնդիրներ չկան։ Ժամանակին խնդիրը իմ նաև համարել եմ այն, որ փորձել եմ լուծել նաև խնդիրներ, որոնք իմ ազդեցության գոտուց դուրս են։ Նաև մարդկային հարաբերություններին է ասվածը վերաբերում, հետո հասկացել եմ, որ կան երևույթներ եւ կան մարդիկ, որոնց վրա դու չունես ազդեցություն։ Այդ մի քիչ սուպերմենի սինդրոմ կարելի է որակել որպես այդ երևույթը եւ հասկանալուց հետո, որ ազդեցություն չես կարող ունենալ
այն բաների վրա, որոնց վրա դու ցանկանում ես ազդեցություն ունենալ, որովհետև կան այլ մարդիկ, կան այլ գործոններ, փորձել եմ սահմանափակվել միայն իմ դաշտով եւ վստահաբար կարող եմ ասել, որ ամեն դեպքում խնդիրների լուծման ուղղված ես ամեն ինչ կանեմ։ Իսկ չեմ սիրում մարդկանց այն գործելավոճը, որոնցով իրենք մշտապես իներտ են, մշտապես գործողություններ կատարելուց խուսափող, չեմ սիրում որոշումներ կայացնել չկարողացող մարդկանց իրականում, եւ ես սիրում եմ, որ ամեն մեկը իր ոլորտում կարողանում է ստանձնել պատասխանատվություն, մի քիչ էլ ռիսկի գնալ կայացնել որոշումներ, այո, բայց պատճառաբանված պետք է լինի ռիսկը, այսինքն տենց գլուխները պատերին չենք խփում, այն դեպքում, երբ որ հաստատապես գիտենք, որ գլուխն է ջարդվելու եւ ոչ թե պատը։ Շատ շնորհակալություն Տիկին Գալյան եւ ես գիտեմ հիմա նիստի, հա, երևի պետք է գնանք։ Խորհրդակցություն, հա, դրանից հետո գնալու ենք նիստի արդեն կառավարություն։ Մենք ձեզ ճանապարհենք խորհրդակցության ու գնանք։ Համեցեք։ Ես առաջի անգամ եմ ներկա գտնվում խորհրդակցության սկզբին, հա։ Իսկ չկա առողջակար, որ դուք մտնում եք պետք է ոտքի կանգնեն բանից, ընկերական։ Չէ, այս պահին մեզ մոտ մտնոլորտը միշտ ջերմ է, Dream Team-ն է իմ նստած այնտեղ։ Եվ ամբողջ նախարարության թիմը ես կարող եմ անվանել Dream Team։ Հա։ Հիմա ունենք մի քանի հարցեր քննարկելու, մինչև գնալը կառավարությունում խորհրդակցությանը մասնակցելը, իսկ խորհրդակցությունը այս նվիրված է լինելու մեր թվայնացման օրակարգին։ Երկու շատ կարևոր հարց ունենք, որ պետք է թվայնացման խորհրդի ընթացքում զեկուցենք, հուսով եմ, որ հաջողությամբ ենք ավարտելու այսօրը։ Ինչ որ մեկին նկատողություն անելու պատճառ թեմա կա այսօր։ Դեռ չէ։ Դեռ չէ, ամեն ինչ լավ է, հանգիստ կարող են լինել։ Շատ շնորհակալություն Տիկին Գալյան, չխանգարենք ձեր խորհրդակցությունը։ Շնորհակալ եմ։ Ստեցություն։ Հա։ Ողջ ձեզ սիրելի գործընկերներ։